Մեր ձևով շարժման անդամները պաշտոնապես գրանցել են Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Ինչպես եք վերաբերվում այս հանգամանքին եւ արդյոք ԿՓ-ն այս նոր կուսակցությանը իրեն մրցակից է դիտարկում։ Դե բոլոր կուսակցությունները, որ գրանցվել են, ինչպես ենք վերաբերվել, շատ սովորական, ոնց որ բոլոր կուսակցությունները, այնպես որ նույնիսկ տեղյակել չէի, նոր տեղեկացա, որ նոր կուսակցություն է հիմնել։ Իրականում մրցակից դիտել, այսպես կարող եմ ասել, առհասարակ ես բոլորին նույն կոնտեքստում եմ տեսնում, այնպես որ ես կարծում եմ, որ ընտրություններին ընդառաջ լինելու է ընդամենը երկու թև, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն եւ ամբողջական ընդդիմություն։ Ինչ նկատի ունեք ամբողջական ընդդիմությունը ասելով, միասնական ճակատով հանդես կգան, թե առանձին։ Կարծում եմ, ինչպես որդեգրել էին այդ ճանապարհը, կփորձեն առանձին հանդես գալ, բայց մենք տեսել ենք, որ իրենք հնարավորինս առանձին փորձում են հանդես գալ, բայց իրականում բոլորը միասին են ու միասին են գործում, հատկապես մեր ձևովի մասին շատ ենք խոսել, որ մեր ձևովի անդամները այնպիսի մարդիկ են, որ բավականին երկար ժամանակ մյուս այլ ընդդիմադիրների հետ աշխատանքներ են ծավալել, հիմա էլ են միասին, այնպես որ դիտարկել որպես առանձին ուժ չեմ կարծում եւ ոչ մի ձև չեմ պատկերացնում։ Նրանք մեր ձևով շարժումը հիմա նաև արդեն Ուժեղ Հայաստանը ամեն կերպ հերքում են իրենց մասնակցությունը, իրենց կապերը նախկին ուժերի հետ եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դե գիտեք, հերքելն ուրիշ է, փաստերն ուրիշ են։ Փաստերը լրիվ այլ բան են նշանակում, հերքելն այլ բան են նշանակում։ Տեսնում եք, թե ինչպես է Սամվել Կարապետյանի համար պայքարում Արամը Վարդևանյան, որը բավականից վերջերս հենց Հայաստան դաշնինքի падգամավոր էր այս դահլիճում նստած։ Որպես փաստաբան է հիմա հանդես գալիս։ Այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ օրինակ այդ դեպքում եկեք մի հակառակ դրվագից նայենք, ինչու այլ կուսակցության փաստաբան հանդես չի գալիս Արամ Վարդևանյանը։ Այս ամեն ինչը դրա մասին այնքան ենք խոսել արդեն էլ չկրկնեմ, որ հենց Նարեկ Կարապետյանի հայրն էլ հանդիսացել է ՀԿ-ի աշխատակազմի ղեկավար պատգամավոր եւ այլն, այնպես որ խոսել այն մասին, որը որ փաստերն այդ մասին ավելի խոսուն են, չեմ կարծում էլի հերքումով ինչ որ բան կփոխվի։ Երբ հետևում ենք ընդհանուր քաղաքական դաշտի իրադարձություններին, նաև լրահոսին, տպավորություն է, որ դեռ մեր ձևով շարժումը կուսակցություն չհիմնված, մրցակցությունը գնում է իշխանության քաղաքացիական պայմանագրի եւ մեր ձևովի միջև, այսպես միմյանց հետևելով ստատուսներ է գրվում, պատասխանում են որևէ հարցի շուրջ։ Ճիշտն ասած, ես մտածում էի չպատասխանել, ուղղակի այնքան հետաքրքիր շատ զավեշտալի դեպքեր են մեկ-մեկ լինում, հատկապես կապված Նարեկ Կարապետյանի արած հայտարարությունների հետ։ Սկզբնական շրջանում մտածում էի, որ բացարձակապես անտեղյակությունից է, որովհետև նախ պետք է երկար, այսպես քաղաքական դաշտում լինել, օրենքներին մոտիկ լինել, ծանոթանալ այս ընթացքում ինչ փոփոխություններ են եղել, ինչը եւ նոր հայտարարություններ անել, բայց այս վերջում ամենահետաքրքիր հայտարարությունը, որի վերաբերյալ ես եւս ունեի կարծեմ կարճ տեսահոլովակ կապված, որ երկրի ղեկավար լինելու դեպքում 1 դրամ աշխատավարձ է ստանալու երկրի ղեկավարը, շատ այսպես անտեղյակի, շատ այսպես, չգիտեմ, էլի էժանագին գովազդի տպավորություն է թողում, որին ակամա ուզում ես արձագանքես, հատկապես երբ տեսնում ես ինչպիսի մեծ ռեսուրսներ են ծախսում եւ ինչպիսի մեծ տարածում է գտնում այդ վիդեոները, բնականաբար ոչ այն մարդիկ, որ իրապես հավատում են այդ ամեն ինչին, այլ ուղղակի օրինակ իմ նման մարդիկ, ովքեր ուղղակի զավեշտալի էր ու չկարողացա զսպել գաթակղությունը չպատասխանել։ Այս ամենը նրա ֆոնին էր, որ մեծ այսպես աստղաբաշխական թվերով պարգևավճար բաժանվեց թե ազգային ժողովի, թե պետական ապարատի այլ աշխատակիցների, արդյոք ճիշտ էր այս որոշումը այս սոցիալական խնդիրների համատեքստում, որը կա երկրում առկա։ Նախ նշեմ, որ պարգևավճար չէր, դա աշխատավարձերի բարձրացում էր, որը պիլոտային տարբերակով է օգտագործվել եւ ողջ պետական համակարգին է տրվել, այսինքն հիմա օրինակ ազգային ժողովում չեք գտնի մեկ աշխատող, որ նման հավելում, որպես աշխատավարձի հավելում չի ստացել, բայց սա աշխատավարձի բարձրացում էր, որը տվել էր 6 ամսվա համար, այսինքն նախորդ 6 ամսվա աշխատանքի համար տրված աշխատավարձի բարձրացում էր, դրա համար այդպես աչք ծակեց, եթե ամիսներով տրվել, նույնիսկ երևի չերել նկատվի, այսպես ասեմ։ Այնուամենայնիվ ռոպագանդան, ինչպես տեսնում եք, բավականին այլ տպավորություն ստեղծեց, դրա համար ես ուզում եի կոչ անել հայրենակիցներին իսկապես ուսումնասիրել,
տեսնել իսկապես օրինակ պատգամավորը, որը երբ որ ասում են 3 միլիոն եւ այլն, իրոք ինչքան է ստացել, ինչքան է ստացել մյուս աշխատողները եւ այլն, բայց ես կարծում եմ, որ պետական ապարատի լավ աշխատանքի, պետական համակարգի լավ աշխատանքի համար եւ մրցակցային պայմաններ ստեղծելու, որպեսզի մասնավորից մարդիկ տեղափոխվեն պետական համակարգում աշխատելու եւ մատուցեն բարձր որակի ծառայություններ եւ լինեն լավ մասնագետներ, պետք է որ ստանան արժանապատիվ աշխատավարձ։ Բոլորիս էլ գաղտնիք չէ, որ պետական համակարգում աշխատելը այդքան էլ, այսպես ասած, գրավիչ չէր եւ մարդիկ, ովքեր ցանկություն ունեն եւ բնականաբար լավ մասնագետ են, ձգտում են մասնավորում աշխատել։ Հիմա այս բոլոր ծրագրերը իրականացվում են, որ վաղը մյուս օր եւ անընդհատ պետական համակարգում աշխատելը լինի ել ավելի գրավիչ, արդյունք արտահոսք չլինի դեպի մասնավոր կամ մասնավորի հենց միանգամից մտածեն մասնավոր գնալու եւ պետական համակարգը կանգնի խնդիրների առաջ։ Օրինակ, ես միշտ իրավաբանների մասով եմ ասում, այսօր լավագույն որակի իրավաբանը նման ցածր աշխատավարձով, որը որ ազգային ժողովն է տալիս իրավաբաններին, փորձագետներին եւ այլն, չեն ուզում աշխատել։ Ուղղակի մարդիկ երկար տարիներ աշխատել են, չեն տեղափոխվում, բայց իրապես բարձր որակի իրավաբան այսօր չես գտնի կամ գոնե այնպիսի մի երիտասարդ, որ ունի լավ գիտելիքներ, օրինակ թեկուզ որպես օգնական աշխատի, որովհետեւ իրապես ցածր է աշխատավարձը։ Բարձր որակի մասնագետներ ոչ միայն պետական համակարգում աշխատողներ կան, նրանք էլ արդարացիորեն հարց են բարձրացնում, ինչու նվազագույն աշխատանքի շեմը չի բարձրացվում, ինչու թոշակը չի բարձրացվում։ Եկեք ճիշտ նայենք, էլի իրերը, այսպես ասած, ճիշտ գնահատենք։ Թոշակը իրականում 18 եւ այլ համակարգ է թոշակը եւ 18 թվականից մինչեւ այսօր թոշակը շատ ավելի անգամ է բարձրացել մինչեւ 18 թվականը տասնամյակներ շարունակ։ Բայց ես չեմ ասում, որ դա բավարար է։ Բնականաբար պետք է այդ ուղղությամբ էլ աշխատել, բայց անուղղակի եղանակով ամեն դեպքում թոշակի հետվճարի պայմաններում 20% հետվճար են ստանում այս պահի դրությամբ հունվարից սկսած։ Բայց մենք պետք է նշենք, որ մենք բոլոր համակարգի գումարները ավելացրել ենք, աշխատավարձները ավելացրել ենք այս պահի դրությամբ։ Կան փոքրատիպ ոլորտներ, որոնց վրա աշխատում ենք, որպեսզի կարողանանք այդ մասով էլ բարեփոխումներ անենք եւ աշխատավարձ բարձրացնենք։ Այս ընթացքում թե դատակ օրինակ ես որպես պետաիրավական հանձնաժողովի անդամ ես կարող եմ ասել իմ այսպես ասած պատգամավորության ժամանակ համ դատավորների աշխատավարձները բարձրացավ, համ քննիչների այսինքն այնպիսի ոլորտ չկար, որի մասով աշխատավարձերի բարձրացում չի եղել կոնկրետ մեր ոլորտում։ Այնպես որ կարծում եմ մենք բոլորի աշխատավարձներից չնայած պետք է նշեմ, որ նաև այս աշխատավարձի բարձրացումն էլ էր հիմքով կատարողականի եւ բոլոր ոլորտներում, որտեղ որ աշխատավարձը բարձրացվել է եղել է կատարողականի հիմքով, այս դեպքում եւս պետք է գնահատվի կատարողականի հիմքով։ Եվ վերադառնանք քաղաքական թեմաներին, Նարեկ Կարապետյանը մեր ձևով շարժման համակարգողը նշել էր, որ չի կարծում, որ պետք է նախկին նախագահները մասնակցեն այս ընտրություններին, քանի որ ըստ նրա նախկին նախագահների առաջնորդությամբ Փաշինյանի կառավարությունը հնարավոր չէ տապալել եւ բացի այդ էլ այսպես տարբեր կարծիքներ ու մեկնաբանություններ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանին հենց նախկիններն են սնում եւ եթե նախկինները մասնակցեն, ապա վերընտրվելու հնարավորություն է ընձեռվում, ինչպես սա կմեկնաբանեք, արդյոք նախկիններն են սնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ եթե նախկինները չմասնակցեն ընտրություններին, ապա Փաշինյանի վերարտադրումը խնդիր կլինի։ Բնականաբար համաձայն չեմ այս պնդման հետ, որովհետև նախկինները արդեն վաղուց իրապես նախկին են դարձել եւ կարծում եմ այսօր էլ իրենք այսպեսի դեր չունեն քաղաքական դաշտում, որ կարողանան ինչ-որ բան փոխել եւ այն պահից սկսած եւ նրանց ժողովուրդը մերժեց, նրանք արդեն կորցրեցին իրենց ազդեցությունը առհասարակ։ Պետք է նշեմ, որ միջև էլ ժողովուրդը իրենց չեր ընտրել, ուր մնացել նրանք ազդեցություն ունենան, որ քաղաքացիական պայմանագիրով բան լինի, վերարտադրվի թե ոչ։ Մեզ ընտրում է ժողովուրդը եւ մենք գնում ենք այդ ճանապարհը, մենք երկխոսություն ծավալում ենք ժողովրդի հետ եւ բացառապես հենված ենք ժողովրդի կարծիքի վրա։ Իսկ ինչ վերաբերվում է Նարեկ Կարապետյանի արտահայտությանը, տեսեք, այստեղ էլ պրիմիտիվության աստիճանը պետք է նշեմ։ Նույն արտահայտությունը ընդամենը մի երևի ամիսներ առաջ արել էր Արմեն Թաթոյանը։ Կառաջարկեմ մի քիչ գոնե կրեատիվ լինեն, էլի նոր բան մտածեն հայտարարություն անելուց, այս է խնդիրը իրենց։ Ձեր իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ձեր գործընկերները մի քանի անգամ տարբեր առիթներով հայտարարել են, որ նախկինները իրենց համար իսկապես նվեր են, քանի որ նախկինների շնորհիվ նրանց մասնակցության ազգային ժողովի ընտրություններին իրենց հնարավորություն է ընձեռվում ընտրվելու։ Ես չեմ կիսում այդ կարծիքը։ Տեսեք, նախկիններ ասվածներից այս պահին
նստած են ԱԺ դահլիճում։ Դուք տեսաք 4 տարիների ընթացքում իրենք ինչպես աշխատեցին, իրենք չաշխատեցին։ Ես ուղղակի իրապես պարոն Սիմոնյանը այսօր առավոտյան ճիշտ էր ասում։ Իրապես ինչի հույսով պետք է ժողովրդին ինչ առաջարկեն, ասեն մեզ մանդատ տվեք, որ չաշխատենք, այնպես որ գործոն չեն, ես ընդհանրապես այդ կարծիքը չեմ կիսում։ Եվ նշեցիք, որ ձեր կանխատեսմամբ այսպես հաջորդ խորհրդարանում կլինի իշխող ուժը քաղաքացիական պայմանագիրը եւ անդիմադիրների բլոկը։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը կանխատեսում էր, որ իրենք կլինեն, Մերձևովը կլինի, ինչպես նաեւ քաղաքացիական պայմանագիրը։ Գիտեք, կարևորը այն է, որ քաղաքացիական պայմանագիրը ապահովել է ազատ թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելու, այնպես որ կանխատեսումներ անելը դա շատ վաղ է, որպեսզի որոշեն, թե որ ուժը կլինի։ Ամբողջ խնդիրը այն է, որ իրենք միշտ ապրել են այդ պատկերացումների, երբ որ տեսնում ենք ընտրություններից առաջ իրենց արած հարցումների արդյունքները, պատկերացնում ենք ինչպիսի անհաղորդան ժողովրդի հետ, երբ որ շփվեն ժողովրդի հետ կհասկանան իրենք ինչքան քվե ունեն։ Ես այս առումով խղճում եմ ճիշտն ասած իրենց, որ նման ֆիկցիաներով են ապրում, նման խաբեության մեջ են, այսօր էլ իր ցանկությունները արտահայտեց նաև ազգային ժողովում Դաշնակցության ներկայացուցիչը շատ է ցանկանում որ մեզ չտեսնի, բայց ավաղ ցավում եմ, որ իր ցանկությունները չի կատարվել։ Ձեր ընդդիմախոսները նույն խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը ասում են ժողովուրդը ինչպես պիտի նորից քաղաքացիական պայմանագրի Նիկոլ Փաշինյանին ձայն տա, երբ պատերազմ են բերել, երբ զոհեր են ունեցել, երբ երկիրը հիմա անվտանգային խնդիրների առջև է կանգնած, երբ բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան։ Տեսեք, շատ վատ եմ վերաբերվում այդ արտահայտությանը, որ թեկուզ մեր խոսակցության ընթացքում հնչեցնում ենք պատերազմ են բերել։ Պատերազմ չենք բերել ու ոչ մեկ չի բերել, պատերազմը բոլորս գիտենք ինչպես է եղել ու ինչ բանակցային գործընթաց ենք մենք ժառանգել ու ինչի այստեղից հենց Սերժ Սարգսյանն է հենց այս ամյոդից հայտարարել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի, այնպես որ խոսել մեր մասին ու այդ ամեն ինչը փաթաթել, այսպես ասած, իշխող կուսակցության վրա ճիշտ չեմ համարում, արդարացի չեմ համարում, թող ուրիշ բան մտածեն, որովհետև ամեն դեպքում մարդիկ տեսել են, էտել են, տեսել այդ ելույթներ են, տեսել փաստերին են։ Այսօր ամբողջ բանակցային գործընթացը այնքան թափանցիկ է իրականացում, ոչնչով չես կարող ժողովրդին մոլորեցնել, ինչքան էլ փորձեն տարբեր միջոցով կեղծ լուրեր տարածել։ Բայց ինչ վերաբերվում է, այո, քաղաքացիական պայմանագիրը այսօր ներկայանալու է ժողովրդին իր նոր ծրագրերով ասած այն բոլոր ծրագրերով, որը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում եւ շարունակում է իրականացնել եւ դրանք բազմաթիվ են։ Երբ որ կգա ժամանակը եւ կդնենք իրար կողք, թե ինչ ենք արել մենք այս տարիների ընթացքում եւ ինչ է արել այդ բոլոր հավաքական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության համար, իսկապես ժողովուրդը կունենա ընտրելու իր հնարավորությունը։ Խաղաղության նախաստորագրված պայմանագիրն եք այսպես վկայակոչելու, որ խաղաղություն ենք բերում, եկեք եւ մեզ ընտրեք։ Բնականաբար նաեւ դա եւ ոչ միայն դա, այն բոլոր ոլորտներում կատարված փոփոխություն չէ, կարող նշել գետ մեկ ոլորտ, որ բարեփոխումների process չի անցել ու բավականին լուրջ բարեփոխումներ։ Դե բնականաբար այսօրվանից մեր ծրագրերը միտված են լինելու արդեն նոր պայմաններում, խաղաղության պայմաններում ապրելու եւ բնականաբար դա նոր իրավիճակ է եւ ինչպես նոր քիչ առաջ ելույթովս ասացի, որ զինված ուժերում դա ծառայելն էլ նույնիսկ դարձել է գրավիչ, որովհետև նախ տարիներն են կրճատվել եւ այսօր արդեն մեր Հայաստանի Հանրապետության տղաները այսօրվանից ծառայում են խաղաղության պայմաններում եւ ավելի կարճ ժամկետով։